Բարի լույս, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, բարի լույս, ուրախ ավտոբուսը երթը սկսեց։ Այսօր մենք իմիջիալոց նորություն ունենք, ցույց տուր Դավիթ Սիրտը։ Իմիջիալ սենց դիմապակ ու վերևի հատվածում այսպիսի նշան ենք փակցրել, համոզվելով դրա օրինականության մեջ։ Այնպես որ եթե ճանապարհներին մեզ տեսնեք, մենք ձեզ բարևում ենք, ողջունում ենք եւ սիրում ենք։ Ողջուն եք, կարող եք բարևել դուք էլ մեզ։ Այսօրվա մեր առավոտյան երթակարգավարական խորհրդակցությունը մի բաղադրիչ կա, որ մոռացել ենք նախկինում, այդ անվանական չնա, որ տեսնենք ով է, ովքեր կան, ովքեր ուղևորները ավտոբուսի կսկսենք, ես իհարկե կներկայացնեմ եւ այսպես անվանականչը Ալեն Սիմոնյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ազգային ժողովի նախագահ, Դավիթ Խուդատյան, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՊՑ մեր ծառայողները ում անունները գաղտնի են, չենք կարող ասել։ Շարունակենք։ Էլիտ Մակունցը, ով դիվանագիտական գործունեությունից հետո վերադարձել է մեր քաղաքական Հայկ Կոնջորյան, եւ վարչապետի գլխավոր Հայկ Կոնջորյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՊ խորհրդանական խմբակցության ղեկավար, Սուրեն Պապիկյան, պաշտպանության նախարար, ՀՊ վարչության անդամ, ՀՊՑ հարգելի աշխատող ու մանրամասնություն պատասխան, Արամ Միրզոյան, միացել տարածաշրջան ավելի լայն այցերի շարքից հետո Հայաստանի Հանրապետություն, Վահագն Ալեքսանյան, ԿՊ վարչության անդամ, ազգային ժողովի պատգամավոր, Արուսյակ Ջուլհակյան, ԿՊ վարչության անդամ եւ ազգային ժողովի պատգամավոր, Հասմիկ Հակոբյան, ԿՊ վարչության անդամ, ազգային ժողովի պատգամավոր, Սերգեյ Մովսիսյան, Հարագածոտնի մարզպետ, Արաքսիա Վարդանյան, ԿՊ վերահսկող հանձնաժողովի անդամ, Սիսակ Գաբրելյան, ազգային ժողովի պատգամավոր եւ կրթության, գիտության եւ մյուս հարցերի հանձնաժողովի նախագահ, Միլադա Հովհաննիսյան, Հարագածոտնի մարզպետի տեղակալ, Անահիտ Ավանեսյան, ում ծննդյան օրն է այսօր, Անահիտ Ավանեսյանի ծնունդը շնորհավոր, կարծում եմ շատ լավ հետաքրքիր ձև է ծննդյան օր նշելու, գործընկերների հետ, ժողովրդի հետ շփում, Տաթևիկ Գասպարյան, ազգային ժողովի պատգամավոր, Գնել Սանոսյան, ԿՊ վարչության անդամ, Արթուր Հովհաննիսյան, ԿՊ խորհրդանական խմբակցության քարտուղար, Ռուբեն Ռուբինյան, ազգային ժողովի նախագահի տեղակալ, Սոնա Ղազարյան, ազգային ժողովի պատգամավոր, Վաղարշակ Հակոբյան, ազգային ժողովի պատգամավոր, Արսեն Թորոսյան, ԿՊ վարչության անդամ, Ռուբինյանն էլ էր ԿՊ վարչության անդամ, ԿՊ վարչության անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Գարիկ Սարգսյան, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, Լևոն Լևոնյան, ԿՊ վերահսկող հանձնաժողովի նախագահ, Մելանիա Հարությունյան, ԿՊ երիտասարդական կառույցի քարտուղար, Էլինա Իշխանյան, ԿՊ երիտասարդական խորհրդի անդամ, Բագրատ Վարդանյան, ԿՊ երիտասարդական կառույցի անդամ, խորհրդի անդամ, խորհրդի անդամ, Քնարիկ Հարությունյան, ԿՊ վերահսկող հանձնաժողովի անդամ եւ Գյումրի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հավագանու խմբակցության քարտուղար, Արփի բայ Արուսյակ Մանավազյան, ազգային ժողովի պատգամավոր, ԿՊ վարչության անդամ, Ալխազ Ղազարյան, ԿՊ վարչության անդամ, Լուսինե Բադալյան, ազգային ժողովի պատգամավոր, Արփի Դավոյան, ազգային ժողովի պատգամավոր,
Արմեն Խաչատրյան, ազգային ժողովի պատգամավոր, ՀՊ վարչության անդամ, ով բազմակողմանի փորձաքննության է ենթարկել ուրախ ավտոբուսը եւ որպեսզի մենք ձևավորումներ ունենք, ձևավորումները հստակ համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ կառավարության որոշումներով սահմանված կարգերին եւ մենք շնորհակալ ենք իրան դրա համար, որովհետեւ սկզբից որ ձևավորել էին, պարզվեց, որ ահագին օրենքներ են խախտել, որովհետեւ տրանսպորտային միջոցը ձևավորելու բազմաթիվ սահմանափակումներ կան եւ կարգավորումներ, որոնք պետք է պահել։ Նարեկ Գրիգորյան, ազգային ժողովի պատգամավոր, Լեոնարդ Պողոսյան, ԿՊ երիտասարդական կառույցի խորհրդի անդամ, Գևորգ Պապոյան, էկոնոմիկայի նախարար, ԿՊ վարչության անդամ, Բաբկեն Թունյան, ազգային ժողովի պատգամավոր, Վահե Ղալումյան, ազգային ժողովի պատգամավոր, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պարոն Թունյան տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալն եւ Սերգեյ Բագրատյան, ազգային ժողովի պատգամավոր։ Տեղում են նրանք, ովքեր տեղում են, մյուսները նաեւ հնդածս են միանում։ Այսինչ տարբեր նորամուծություններ։ Ումից ենք նվեր ստացել։ Անիից Միրացականյան, հսայքի նկարները։ Մեր սիրտն ու խաղաղությունը վստահում ենք ձեզ, այն ձեռք բերում ես, ես պարզապես սիրում ու մոցիկները, խանու միջոցով սիրով, խանու մնացակ։ Ինքնապատերազմություն։ Շնորհակալ ենք շատ։ Անին, վայ քայլույն պետք է բերեի հետս։ Այս շոկոլադներն է բոլորի մինի հատ ուսեց։ Շատ լավ, շնորհակալ եմ, բայց պասանից, չէ։ Չէ։ Լավ կպահենք։ Բայց կպահեք, էլի։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, այժմ մեր ավանդական հարցերի կարգավորմանը անցնենք, նստեք բանսին։ Հարգելի գործընկերներ, ավանդույթի համաձայն ծափենք տալիս է։ Լրությունն է ապահովում։ Ուրեմն ավանդույթի համաձայն մենք պետքա մեր ճանապարհի երգը որոշենք եւ մեր այսօրվա DJ-ին որոշենք։ Ինչ երգ հետ կապված ինչ առաջարկներ կան։ Ես մտածեցի օրինակ առավոտ որ մտածում էի ինչ երգ, մտածում էի որ քանի որ հիմա մեր առաջին կետը Գեղարքունիքի մարզն անելու, օրինակ Սևանի մասը մի երգ, եթե լավ երգ առաջարկեք, ինչ երգ գիտեք Սևան։ Ծփում է Սևանը։ Ուրիշ երգ չկա։ Նու իհարկե այդ երգը ոչ միայն բանի Սևանի մասին է, այլև դժբախտ սիրո, բայց ամեն դեպքում կարծում եմ կենտրոնում նկատի կունենանք Սևանը։ Ձկնորսի սերը, այդ ինչ երգ է։ Թազա երգ է։ Ձկնորսի, բայց ձկնորսը օրինական է, ձկնորսությամբ զբաղվում։ Երգ այդ մասին լռում է։ Այդ մասին լռում է երգը։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ ով է լսել Ձկնորսի երգը երգի մասին։ Քանի որ պետք է մրցակցային հավասար պայմաններ ապահովենք եւ Ծփում է Սևանը երգը բոլորս գիտենք, իսկ Ձկնորսի երգը ոչ բոլորը գիտեն։ Ինձ թվում է մի հատ եթերից հետո լսենք եւ այդ արդյունքներով որոշենք, որովհետեւ որպեսզի ճիշտ լինի։ Հարգելի գործընկերներ, DJ-ի ինչ ինքնաառաջադրումներ ունենք։ Ես եմ առաջադրում։ Ալեն Սիմոնյանն է առաջադրում։ Առանց մրցակցության, հա, առանց մրցակցության։ Արմեն Խաչատրյանն էլ առաջադրում։ Պարոն Խաչատրյան, DJ մրցույթի մասին է խոսքը, շատ Բայց պետք է փորձել։ Մեր կուսակցությունում ավանդույթ կա, որ միշտ մրցակցային եղանակով է։ Հարգելի գործընկերներ, այլ առաջադրումներ կան, չկան։ Դրվում է քվեարկությամբ։
դրվում է քվեարկության։ Քվեարկության է դրվում ծափերով, գոռալ չկա։ Ծափերով կամ առանց ծափերի քվեարկության է դրվում Ալեն Սիմոնյանի տեխնացությունը։ Քվեարկության է դրվում Արմեն Խաչատրյանի տեխնացությունը։ Ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց Ալեն Սիմոնյանը։ Դե մի անարդար բան կա։ Ինչ։ Ամեն մեկը մի ծափի հնարավորություն ունի։ Երկու անգամ ծափտալը դա չկա։ Նույն մարդը երկու անգամ չի կարա ծափ։ Ինչ նկատի ունեք երկու անգամ։ Ալեն Սիմոնյանի քվեարկողը չի կարա Արմեն Խաչատրյանի։ Դե կարծում եմ դա չի բանանում, որովհետև հնարավորություն, որը հասանելի է բոլորին, կարծում եմ հավասար պայմաններ ապահովում։ Կա չէ, տենց դրան բան։ Հնարավորությունը հասանելի է բոլորին։ Պարոն Սիմոնյան, հաջողություն ենք մաղթում ձեզ այդ բարդ եւ պատասխանատու բանի պետքա խոստովանել, որ պարոն Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է, որ ավտոբուսի մեջ, սկզբից ասում էր ավտոբուսի մեջ չպարել, հետո բայց մի քիչ մեղմացրեց դիրքորոշումը, ասում էր պարել, բայց չհրապարակել, որովհետև Ռուբինյանը Տիկին Ավանեսյան ինքը հարգելի գործընկերներ, ինքը այն կարծիքին է, որ ուրախ ավտոբուսի մեջ պարելով իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հանրությանը լրացուցիչ ներվայնացնում են եւ ես կարծում եմ, որ մենք լրացուցիչ, դե որովհետեւ ինքը կարծում է, որ ընդհանրապես էլի չնայած թե պետպարզ է, իշխանությունը տենց հատկություն ունի, երբեմն ներվայնացնում է, բայց սովորաբար իմիջիալոց այդ մեր նիստերում էլ կա այդ ավանդույթը, այդ գործը հիմնականում անում է Ռուբինյանը, երբ որ ներվայնացնում է, բայց արդյունքում ներվայնանալու արդյունքում մենք բոլորը սիրելի ժողովուրդ գալիս ենք ավելի ճիշտ հետևությունների, որովհետև այսինքն ինքներս մեր եզրակացություններին մարտահրավեր ենք նետում։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ մենք էլի թափանցիկության պայմաններում այս հարցն էլ լուծենք։ Ի վերջո մենք ունենք տարբերակ, ընդհանրապես արգելել իշխանության ներկայացուցիչներին պարել, տարբերակ 1, երկրորդ արգելել պարել եւ նկարել, երրորդ չարգելել պարել եւ նկարել, բայց արգելել հրապարակել եւ թույլ տալ, որ դա, այսպես ասած, լրատվական արտահոսքերի ժանրում հայտնվի։ Երրորդն է կա, պարոն վարչապետ, պարտադրել Ռուբինյանին, որ պարի, դա նկարել եւ հրապարակել։ Չէ, դա կարգապահական վարույթի սահմաններն պետք է դարձնել։ Հարգելի գործընկերներ, կան արտահայտվողներ այս շատ կարևոր թեմայի վերաբերյալ։ Իմիջիալոց, առանձին ավտոբուսի մասին, իմիջիալոց ես մի քանի բաներ տեսա, որ այն մյուս ավտոբուսում մեր, այսպես ասած, բանը ըստ ընդդիմադիր որոշ շրջանակների մենք որոշակի աջակիցներ ենք վարձել, ովքեր ամեն գյուղում եւ մարզում գալիս են, տեքստերը տրված ամեն ինչ եւ այլն։ Երկրորդ ավտոբուսը, հարգելի գործընկերներ, մեզ աջակցող անձնակազմի համար է, Ֆոտոներն են, վիդեոնկարները։ Եվ իմիջիալոց նաև բան, որպես ռեզերվ, որովհետև ավտոբուսը կարա նաև չանա, որպեսզի ճանապարհին չմնա։ Հարգելի գործընկերներ, ինչ կարծիքներ կան պարոն Ռուբինյանի շատ իմաստուն առաջարկի վերաբերյալ։ Ես Ռուբինյանին չեմ կարող մենակ թողել, իմ աջակցության կարիքն ունի։ Պարոն Միրզոյանը երկրորդում է։ Աջակցում եմ։ Համաձայն եմ։ Ես էլ եմ աջակցում։ Ինչին ես աջակցում։ Ես դեմ եմ։ Ես դեմ Ինչ։ եմ Ռուբինյանի առաջարկին։ Կան մարդիկ, ովքեր աջակցում են, ընդ որում որոնցից երկուսը անվտանգության խորհրդի անդամ են, ես էլ պետք է նկատի ունենալ։ Հարգելի ժողովուրդ, ովքեր են արտահայտվողներ կան, թե միանգամից ծափահարել։ Ովքեր են կողմ Ռուբինյանի
առաջարկին, առաջարկի էությունը պարզ է, չէ։ Ովքեր են կողմ Ռուբինյանի առաջարկին։ Ովքեր են դեմ Ռուբինյանի առաջարկին։ Ռուբինյանի առաջարկությունը ընդունվեց, հարգելի գործընկերներ, այնպես որ բարեք, բայց հրապարակման չափը ճանաչեք, այնուամենայնիվ։ Շնորհակալ ենք, հարգելի գործընկերներ, կվերադառնանք արդեն երգով առավոտյան ողջունները մեր ձեզ ավանդական փոխանցելու առայժմ։ Երգը հետո